Ողջույն եւ բարի գալուց Civilnet-ի տաղավար արդեն 23 օր հացադուլ է իրականացնում Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը, ով բավականին ակտիվ էր Արցախում, Հայաստանում էլ ակտիվություններ ծավալում տարբեր թեմաներով, բայց ավելի հայտնի դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած բանավեճից հետո, երբ նրան անմիջապես այդ բանավեճից հետո ձերբակալեցին, կալանավորեցին, հիմա երեք դրվագով մեղադրանք են առաջադրել Արթուր Օսիպյանի քրեական գործին իրավական գնահատական կփորձենք տալ, տվյալ դեպքում ոնց որ անկախ դիտորդ փաստաբան Վաղաշ Աղաբեկյանի հետ, նա MDP իրավաբանական ընկերության փաստաբանն է, Վաղաշ, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք Civilnet։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես կխնդրեմ դուք մի փոքր բացեք մեր դիտողների համար այդ 3 դրվագներով մեղադրանքը եւ գնահատական տակ, իրավական գնահատական տակ, այսինքն իրեն առաջադրել են մեղադրանք բռնության կոչի համար, ինչքանով ես եմ հասկացել, քարոզարշավը խոչընդոտելի եւ երրորդը դուք կհուշեք։ Բռնության կոչի, քարոզարշավը խոչընդոտելու եւ խուլիգանության համար։ Իրավական գնահատական ձևակերպում հետ մի քիչ վերապահորեն կմոտանամ, որովհետեւ իրավական գնահատական պետք է տան համապատասխան մարմինները, մասնավորապես դատարանական համակարգը իդեմս դատարանի, սակայն եւ որպես թույլ տամ ինձ ասել անաչառ դիտորդ կամ երրորդ անձ, կարող եմ ասել, որ նշված 3 մեղադրանքներն էլ մեմ ասած ունեն բացեր, խոթեր, որոնց վերաբերյալ են կասկածներ։ Եթե պարոն Թոսիմյան դուք ունենաք օրինակ կոնկրետ հարցեր յուրաքանչյուր հանցակազմով առանձին բացենք, բռնության կոչը սա առաջինն էր ու շատ էր տարածվում, մասնավորապես ես տեսա, որ Արթուր Օսիպյանի գրառումներն են տարածում, նա դրանից ամիս թե ավելի վաղ այսինքն այդ վեճից ամիս ու ավելի վաղ հայտարարություն է տարածել, մասնավորապես ասել է ուր է Փաշինյանը, ես գտնեմ նրան բմբուլները քամուն տամ, մեկ այլ կոչ բռնության, որ վերագրվում է, որ ասել է ողնաշարք կջարդեմ, այս սրանք այս կոնտեքստում արդյոք դիտարկվում են այդպիսին բռնության կոչ կարող են դիտարկել։ Նայեք, բռնության կոչ ըստ էության ինքը խնդրահարույց հանցակազմերից մեկն է հանդիսանում, պայմանավորված այն հանգամանքով, որ ինքը սերտ առնչություն ունի մարդու խոսքի ազատության հետ եւ շատ հաճախ ինձ խնդրահարույց հանդիսանում, թե որ պայծ մենք պետք է դիտարկենք ոչ իրավաչափ ավելին հանցավոր արարք խոսքի ազատությունը եւ որ դեպքում մենք պետք է դիտարկենք որպես խոսքի ազատություն։ Իրականում առաջին հայացքից ինքը շատ անորոշ է եւ շատ խնդիր է այդ հարցը առաջանում, սակայն որոշակի բարձր դատարաններ, ինչպես Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, այնպես էլ միջազգային դատարանը, իդեմս Մարդու իրավական դատարանը որոշակի չափանիշներ է դնում իրավակիրառի մոտ, որպեսզի հենց դրանք ընդհատելով իրավակիրառը նկատի ունի իրապահ մարմինների դատարանները կարողանան ճիշտ գնահատական տալ։ Որոնք են չափանիշները հետեւյալն են։ Առաջինը սուբյեկտը թե ով է նշված բռնության կոչ կատարել, այսինքն արդյոք այդ անձը, որ նման բռնության կոչ է կատարել, իր խոսքը կարող է խոսի հանրության մեջ արձագանք գտնել եւ օրինակ պայմանականորեն հանրությունը այդ բռնության կոչը իրացնելու գործողություններ կատարել։ Օրինակ տվյալ դեպքում, եթե այդ տեսանկյունից դիտարկենք Օսիպյանի այդ խոսքը, որոնք եղել են ամիսներ առաջ, չեն դիտարկվի այդպեսին։ Օսիպյանի զբաղեցրած հանրային գործունեությունը որոշ չափով կարող ենք ասել, օրինակ Օսիպյանի հետևից շատ մարդիկ են գնում, հետեւաբար նրան խոսքը կարող օրինակ իրացնեն այդ մարդիկ, զուտ տեսական հիմա երբ որ մենք անդրադառնանք հաջորդ հատկանիշներին, արդեն մենք ավելի բարձր կլինի այդ հանգամանքը։ Բայց այն հանգամանքը, որ Օսիպյանը պաշտոնատար անձ չի, այն հանգամանքը, որ Օսիպյանի հետևորդները եթե նույնիսկ կլինեն շատ մեծ ծավալի չեն, որովհետեւ ինքը օրինակ քաղաքական գործունեություն իրականացնում Արցախում, սակայն քաղաքական գործունեություն իրականացնելուց ունակ չի ընտրվել Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, որից կարող ենք ենթադրենք, որ հետևորդները այդքան էլ շատ չեն։ Օսիպյանի հնարավորությունները ֆինանսական կամ այլ հնարավորություններ, որպես ինքը հնարավորություն ունենա, նախկին դատապարտված լինելը կամ դատապարտված չլինելը բռնության հանցագործություն կատարելու տեսանկյունից։ Մի խոսքով այդ մասով արդեն իսկ խնդրահարույց է։ Հաջորդը օբյեկտը, ում դեմ է ուղղված այդ բռնության կոչ։ Եթե օրինակ համար բռնության կոչը ուղղված է խոցելի խավի կամ չգիտեմ սոցիալական ինչ-որ ծանր վիճակում գտնվող անձանց նկատմամբ պայմանական օրինակ հիմա հետագայում հույս ունեմ այդ հարցերն կանդրադառնանք օրինակ բռնի տեղահանվածների նկատմամբ բռնության կոչ եւ այլն այդ դեպքում ինքը ավելի ազդեցիկ կլինի հետեւաբար ինքը արդեն կդառնա հանցագործություն։ Եթե պաշտոնյայի իսկ եթե պաշտոնյայի նկատմամբ հաշվի առնելով պաշտոնյայի պաշտպանության մեխանիզմները, պաշտոնյային հասանելիությունը,
քաղաքական գործիչ լինելը, ընդ որում այդ հենց քաղաքական գործիչ լինելու հետ կապված նաև միջազգային կառույցների դեմ խոսքի ազատության կոմիտեի ՄԱԿ-ի կամ Եվրոպական խորհրդի խորհրդանական վեհաժողովը, ինչպես նաև Մարդու երեխական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը իրենց որոշումներում եւ այլ փաստաթղթերում հստակ նշում են, որ քաղաքական գործչի նկատմամբ ուղղված ատելության խոսքը կամ ունի շատ ավելի լայն շրջանակ, շատ ավելի լայն սահմաններ, քան սովորական անձին դեմ ուղղված։ Տրամաբանությունը հետեւյալն է, որ քաղաքական գործիչը իր կամքով մտնում է քաղաքական գործունեության մեջ եւ բնականաբար քաղաքական գործիչ չի կարող ոչամետ ակնկալիք ունենալ, որ նրա նկատմամբ արտահայտած խոսքերը կլինեն հաճելի կամ չեն լինի վիրավորական կամ չեն լինի նույնիսկ ինչ-որ բռնության ինչ-որ տարեր պարունակող, հա, որովհետև անձը ինքն է ցանկացել հասկանալով եւ գիտակցելով այդ հետևանքները ինքն է մտել քաղաքական գործունեության մեջ։ Այ երբ որ անձը պայմանական ասած իր կյանքով ապրում է հանգիստ իր տանը նստած է եւ ինչ-որ մեկը իրան բռնության կոչ է ասում, այդ դեպքում արդեն իրական վտանգը գոյություն ունի։ Բայց այս դեպքում մենք իրավապանները կանան նման եզրահանգում կան ու հակափաստարկ տան, որ Պաստոր Հովսեփյանի կողմից եղել է սիստեմատիկ կոչերի հղում, այսինքն ինքը մի անգամ ասել է ողնաշարժ բռնեմ ողնաշարժ ջարդեմ, մյուս անգամ ասել է բմբուլներ այդ քամուն կտեմ, այսինքն կոնկրետ մի քաղաքական գործի ֆիքսված բռնության կոչեր է եղել։ Թույլ տվեք չհամաձայնվել սիստեմատիկ տերմինի հետ, որովհետև սիստեմատիկը միայն քանակական տվյալներ չեն, այսինքն որ երկու անգամ ենթադրաբար բռնության կոչ է արել, ուրեմն ինքը կրում է սիստեմատիկ բնույթ։ Պետք է հասկանալ այդ առաջին հերթին այդ առանձին յուրաքանչյուր ինչ պայմաններում, ինչ իրավիճակում, ինչ բնույթի խոսք է եղել։ Երկրորդը այդ խոսքերի միջև եղած ժամանակային խզումը, այսինքն եթե կներեք մի անգամ ենթադրաբար ինչ որ բռնության կոչ արել, հետո մի երկու ամիս հետո, հետո մի տարի հետո բռնության կոչ արել, նվազագույնը վիճելի է կամ նվազագույնը ոչամտորեն ենթադրելի է, որ դա սիստեմատիկ բնույթ չի կրում։ Ընդ որում կոչի հետ միաժամանակ զուգահեռաբար որևէ գործողություն բռնության նախապատրաստություն կամ թեկուզ բռնության փորձ չի եղել եւ դրան իր խոսքից հետեւելով որևէ նման գործողություն կատարելու փորձ չի եղել։ Հետևաբար այդ սիստեմատիկի հետ ես այդքան էլ համաձայն չէի։ Քանի որ եկեք կոնկրետ օրինակով խոսենք, քանի որ Արթուր Հովսեփյանի այդ Facebook-յան գրառումները իրենք հրապարակվեցին, իշխանական պատգամավորները հրապարակում են ու օրինակ ողնաշատ կջարդեմ արտահայտությունը հետեւյալ կոնտեքստում է եղել, ես արագ այս մեջ բերեմ, Նիկոլ Փաշինյան, սա Արթուր Հովսեփյանի խոսքերն են, քո մոտ երկար չի ստացվելու խուսափել կարևոր հարցերից, քեզ հարմար արցախցիների հետ հանդիպելով, գլուխ հարթուկելով կեղծիքներ տարածես, թե իբր արցախցին ՀՀ բյուջեի հաշվին էր ապրում ու Արցախի կորուստը դա հասարակ Արցախցու մեղքն է։ Նիկոլ, քեզ կդնեմ համապատասխան դիրքում ու այնպես ներողություն եմ խնդրում, որ նման բան եմ հնչեցնում ու այնպես կհարթուկեմ, ողնաշատ կջարդեմ ու վիրավորանք։ Հա, այս խոսքը, այս կոնտեքստում ինքը բնության կոչ չի։ Մենք երկու չափանիշ ասեցինք՝ սուբյեկտ, օբյեկտ, հաջորդ չափանիշը խոսքի բնույթն է։ Ընդ որում խոսքի բնույթը պետք է գնահատի ոչ թե կոնկրետ օրինակ ողնաշատ կջարդեմ ինչ-որ կոնկրետ արտահայտություն վերցնել կոնտեքստից կտրել եւ ասել այ ինքը բռնության կոչ է, պետք է ընդհանուր տեքստը վերցնել, հա, եւ հենց տեքստը ընթերցելուց իհարկե կարող է տհաճ լինի, վիրավորական լինի, նույնիսկ հասարակության կողմից ինձ ու ձեզ համար լինի անընդունելի նշված բառապաշարը, սակայն ըստ էության իրենք արդեն բռնության ենթադրյալ կոչին նախորդող խոսքը հուշում է, որ խոսքը գնում է ինչ-որ հանրային ընդունելի վերբալ գործողություն կատարելուն, այսինքն հակափաստարկելուն, հակառակը պնդելուն, իր առաջադրած թեզերն ու ենթադրությունները կոտրելուն, այսինքն ողնաշարը ջարդել ոչ թե որպես ֆիզիկական գործողություն, այլ վերբալ առումով փաստարկները ջարդելու որպեսզի ավելի ընկալելի լինի եւ համեմատություն անեմ ես հիմա անեմ օրինակ Նիկոլ Փաշինյանի Երևանի ավականու քարոզարշավին չգիտեմ ինչքանով համադրելի ասում էր իր ընդդիմախոսներին որ ասֆալտին կպարկեցնեմ բորջուրները կլիզեք այսինքն էս էլ մեծ բռնության կոչ է փաստորեն կամ հակառակը էս էլ կարելի է ընկալել այդ կոնտեքստում հենց դա ուզում ասեի որ
քաղաքական իշխանության ներկայացուցիչների դեմս վարչապետի կամ այլ գործիչների շատ հաճախ իրենց խոսքում օգտագործում են այլ քաղաքական գործիչների նկատմամբ նմանատիպ խոսքեր։ Ձեր նշած հենց ասֆալտին փռելուն չի ենթադրվում, որ կներեք վարչապետը անձամբ գնելու է գլխից բռնի ու ասֆալտին փռի, այսպես ասած։ Բոլորիս համար ակնհայտ է, որ նշված խոսքը վերաբերում է, որ ինչ իրավական գործողություններ են նրանց նկատմամբ կատարելու։ Ընդ որում վարչապետի խոսքը ավելի խոցելի է եւ ավելի խնդրահարույց է, քան Արթուր Օսիպյանի խոսքը, քանի որ էլի անդրադառնում ենք սուբյեկտի հարցին։ Այս սուբյեկտը ուղղորդում է այս դեպքում հա, արդեն մենք գործ ունենք քաղաքական իշխանության ղեկավարի խոսքին, որը կարող է դիտարկվել օրինակի համար ուղղորդում ձեր ասած իրավապահ համակարգին, թե ինչ պետք է նրանք անեն, որը արդեն անընդունելի է։ Ու հենց ձեր բերած համեմատության մեջ, եթե մենք դիտարկենք նաև այդ լույսի ներքո դիտարկենք նաև Արթուր Օսիպյանի խոսքը, ակնհայտ կդառնա, որ այստեղ չկա։ Նաև 4-րդ կետը եւ արդեն բնույթը ասեցինք, իրավիճակն ու կոնտեքստը, թե ինչ իրավիճակում է ինքը դա ասել, ինչ պայմաններում է ինքը դա ասել, որ ակնհայտ է, որ այդ ժամանակ, եթե չեմ սխալվում, Արթուր Օսիպյանի գրածի ժամանակ կամ անմիջապես էր հաջորդում կամ որոշ ժամանակ անց էր հայտնի, եթե չեմ սխալվում, այդ տիկնոջանունը Արմինե Մոսյանի դեպքի հետ մետրոյի մեջ, երբ որ որջամիտ ընդհանրություն են քանում կամ երբ որ կարա գնահատվի նաև որպես ատելության խոսք արցախցիների նկատմամբ, հենց այդ խոսքի մեջ, հենց այդ դրանից բխած արտահայտությունից հետո արդեն Արթուր Օսիպյանը նման արտահայտություն է արել։ Ակնհայտ է, որ այս պայմաններում ինքը դիտարկել որպես բռնության կոչ Ես կխնդրեմ հնարավորինս հակիրճ անդրադառնանք մյուս երկու կոմպոնենտներին, մեղադրանքի կոմպոնենտներին, մեկը որ քարոզարշավն է խոչընդոտել, ու մյուսը խուլիգանություն, եկեք միասին սա վերլուծենք, քարոզարշավի խոչընդոտում ինչքանով տեսանյութով տեսել ենք, բանավեճ է եղել, բանավեճից հետո նրան բերման են ենթարկել, բայց բանավեճից հետո մինչև բերման ենթարկումը քաշքշուկ է եղել։ Հիմա ո՞րն է սա խոչընդոտում, ո՞նց է դիտարկենք, որ քաղաքացիները, որոնք քարոզարշավին մոտենում են X կամ Y պաշտոնյայի, բանավեճի ընթացքում մտավախություն չունենան, որ սա կդիտարկվի խոչընդոտում։ Մենք ծանոթ չենք մեղադրական հանրային քրեական հետապնդման որոշման տեքստին, այսինքն այս պայծրությամբ հստակ գնահատել, թե ինչ է մեղադրվում, որ գործողության համար է մեղադրվում, քարոզչությանը խոչընդոտելու համար Արթուր Օսիպյանը, ուղղակի կարող ենք բաց աղբյուրների առկա տեղեկատվությունից արդեն գնահատական տալ, արդյոք կար այդտեղ քարոզչության խոչընդոտել, թե չէ։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարում է վարչապետի տեխնացու այդ պահին, հայտարարում է, որ Արաբկի շրջանում այսինչ օրը, այսինչ տեղը ունենալու քարոզչություն, հարգելի ժողովուրդ, խնդրում եմ, եթե ցանկանում եք մասնակցել, նույնիսկ բառացի չէ, բայց ընկալումը այդպեսին էր, որ հրավիրում է քարոզչությանը։ Քարոզչության ընթացքում այն ֆորմատը, ինչ որ ընտրել է քաղաքական ուժը, ինքը ենթադրում է անմիջական շփում քաղաքացիների հետ։ Ու բնականաբար ողջամտորեն կրկին ակնկալելի է, որ մանավանդ իշխանական, ես դա չեմ ասում որպես թիրախավորելու, այլ ցանկացած պետություն, ցանկացած քաղաքական համատեքստում ժողովուրդը որոշակի անհամաձայնություններ ունի պետության քաղաքական իշխանության գործունեության հետ։ Ու բնական է, որ կլինեն նաև այդ քարոզչության ներկայացած անձինք, որոնք կարող են հակապաստարկներ ասել կամ չգիտեմ ինչ որ մեղադրանքներ հնչեցնել։ Իմ նախորդ տեքստից մեջ նշված, երբ որ քաղաքական գործիչների, քաղաքական գործի նկատմամբ խոսքը կարող է շատ կոպիտ ու կոշտ, էլի նորից եմ կրկնում, մենք կարող ենք դա չընդունել բարոյական տեսանկյունից, ինչ որ դատապարտել եւ այլն նման խոսքը, բայց քրեական իրավունքի տեսանկյունից կամ ազատ խոսքի տեսանկյունից ինքը լրիվ իմեր ունեցած տեղեկությունները մենք այս պայծրությամբ չգիտենք։ Խոսքը եղել է խոսքի ազատության սահմաններում, Արթուր Օսիպյանի խոսքը եղել է խոսքի ազատության սահմաններում։ Ու այս դեպքում արդեն գործում է ոչ թե ամեղության կանխավարկած, երբ որ մենք կոնկրետ անձի մեղադրանք ենք առաջադրում կամ կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացում։ Այդ դեպքում գործում է ամեղության կանխավարկած, այսինքն անձ անմեղ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։ Բայց երբ որ մենք խոսքը գնում է հանրային հնչյունություն ունեցող գործերի, որի վերաբերյալ հանրությունը ունի որոշակի տեղեկատվություն, սակայն իրապահ համակարգը, պետական համակարգը հստակ հաշվետվություն չի ներկայացնում, այսինքն մենք չգիտենք իրականում մենակ մեղադրանքի բովանդակությունը ինչպիսին է կամ չգիտենք իրականում ինչ ապացույցներ կան, մենք կարող ենք գնահատական տալ եղած փաստական հանգամանքներով։ Եվ հենց այդ փաստական եղածով բաց աղբյուրներում առկա ինձ համար կոնկրետ մի քիչ քարոզչության խոչընդոտելու
որևէ գործողություն կամ խոսք կամ վերբալ կամ չգիտեմ իրական ֆիզիկական գործողության ականատես չեմ եղել։ Արթուր Օսիպյանը հացադուլ է իրականացրել, մենք փաստաբանի հետ երբ որ այս տաղավարում զրուցում էինք, հարց հնչեց ինչու քաղաքացիական հայցով չի դիմել, պատասխանը եղավ որ դա ինքը ընտրել է այդ ճանապարհը, ինչը կարծում հարյուրավետ ճանապարհ չի, առնվազն մարդու առողջության տեսանկյունից, թերևս հնարավոր է քաղաքացիական հայցով, բայց այդտեղ մի հատ ուրիշ հարց եմ ուզում ձեզ տալ, տեսեք, Արթուր Օսիպյանը արժանապատվության հարց է բարձրացնում, նա ասում է, որ ինձ անվանելով փախած, դուք վիրավորում եք ինձ, բայց Նիկոլ Փաշինյանը ընդհանուր էր խոսել, ինքը խոսել էր ինչ-որ էլիտայի մասին, ընդհանուր էր խոսել, ես ինչի մենք չենք տեսնում այս դրսևորումները թեկուզ քաղաքացիական հայցով արցախցիների շրջանում։ Ինչի պաշտոնյայի խոսքը նման ձևով չի փորձվում կոռեկտության դաշտ բերվել։ Միգուցե իրավական հիմքերը չկա։ Նայեք, կոնկրետ նախ հարցը մի քանի բաղադրատար ունի, փորձեմ հերթականությամբ անդրադառնալ, առաջին ինչ վերաբերում է ինչու Արթուր Օսիպյանը չի դիմել քաղաքացիական հայցով, այս դեպքում ես համակարծիք կլինեմ Արթուր Օսիպյանի պաշտպանի հետ, որ անձը իրավասու է իր իրավունքները պաշտպանել օրենքով չարգելված ցանկացած եղանակով եւ ինքը արդյունավետ է համարել նշված ձևով պաշտպանել։ Բայց այստեղ կցանկանայի նաև նշել, որ իմ նկատմամբ Արթուր Օսիպյանի արժանապատվության հետ խնդիրը ոչ միայն իր անձնական արժանապատվության հարցն էր, այլ նաև արցախցիների արժանապատվության հարցը։ Դե դրանից է կարծես այն մյուս հարցը ինչի արցախցիները դա հայցով չեն։ Հիմա փորձեմ այդ հարցին պատասխանել։ Իմ կարծիքով, եթե մենք պայմանական բաժանենք մարտավարական խնդիրների ու նպատակների ու ռազմավարական խնդիրների ու նպատակների, ռազմավարական խնդիրի ու նպատակը Արթուր Օսիպյանին ներողության խոսքը լսելն է կոնկրետ անձին, ով որ իրեն վիրավորել է կամ արցախցիներին վիրավորել է, բայց մարտավարական նպատակը եղել է հանրային արձագանքը, հանրային հնչեղությունը եւ այդ հարցի հանրային քննարկումը առարկա դարձնելը, կարծում եմ, որ մարտավարական նպատակին վերջ-ի-վերջո Արթուր Օսիպյանը հասել է։ Ինչ վերաբերում է, այստեղ մի ռեպլիկ, որ այո, այստեղ իդեպ շատ մեծ դերակատարություն ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, որը շատ ակտիվ է, բայց օրինակ ես չտեսա արցախցի պաշտոնյաների կամ այնտեղ քաղաքացիական հասարակության որոշ հայտարարություններ տարածել, բայց այդպիսի ակտիվիստների չեմ նկատում։ Ինչ որ ճնշվածություն կա։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, անկեղծ ես չէի ուզենա հիմա ինչ որ քաղաքական ինչ որ տեքստեր ասել Արցախի քաղաքական էլիտայի կամ պսևդոէլիտայի, այսինքն տերմինոլոգիա խնդիրել ունենք շատ, որովհետև կարող է տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր ընկալումներ լինել, դրա համար ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել այդ հարցին, միգուցե չեն ուզում մեծ հնչեղություն ունենալ իրենց գործողությունները, բայց իրենք օրինակ, այսպես ասած, կուլիսների հետևում ինչ-որ մի բան են փորձում անել, որի մասին մենք տեղյակ չենք, միգուցե կա ինչ-որ անձնական խնդիրներ կոնկրետ Արթուր Օսիպյանի հետ, նախկինում իր ծավալած գործունեության հետ կապված, սրանք բոլորը ենթադրություններ են, այդ դաշտ չէի ցանկանա մտնելու։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ինչու արցախցիները կոնկրետ քայլերի չեն դիմում, թույլ տվեք չհամաձայնվել ձեր մտքի հետ, որովհետև ըստ էության արցախցիների նկատմամբ այդ բռնության, խտրականության, ատելության խոսքերի հետ կապված արցախցիները շատ մեծ զանգված նախ առաջին իհարկե օրինակ եւ սոցցանցերում այդ հարցը բարբերաբար բարձրացնում են, բացի դրանից այդ խոսքերի համար մի քանի դեպքերով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել, ակնկալելով, որ գոնե նվազագույնը այն վերաբերմունքը, որը դրսևորվում է օրինակ հակական իշխանության նկատմամբ ատելության ենթադրյալ ատելության խոսքի հետ կապված գործողություններով հարկադրանքի միջոցներ անմիջապես կիրառումը, հետագայում շատ արագ գործի քննությունը, որը շուտ հասնում է դատարան եւ դատարանում քննության առարկա է դարձնում, գոնե նմանատիպ վերաբերմունք լինի նաեւ այդ դեպքերով, ցավոք սրտի այդպիսի արձագանք մենք չենք տեսնում։ Նաեւ մի հատ նկատառում ձեր ասած, էլիտաների հետ կապված, նայեք, օրինակ ինձ համար կոնկրետ երկու հարց է այդ էլիտաների հետ կապված։ Նախ առաջինը ինձ համար անորոշ է, թե ովքեր են հանդիսանում այսպես կոչված Ղարաբաղյան էլիտաները, հա։ Ինչու օրինակի համար նույն Արթուր Օսիպյանը, նույն Արմինե Մոսյանը, մետրոյի այդ աղջիկը, որ ասում ենք, հա, ինչու ինքը էլիտա է հանդիսանում, բայց օրինակի համար Ղարաբաղում հայտնի ինչ-որ բիզնեսմեններ, օրինակ ում հետ գնում են ինչ-որ կազմակերպության գործարանի բացում եւ այլն, այդ անձ արդյոք էլիտա չի, պսևդոէլիտա է, կամ օրինակի համար Բարձրաշրջան Զինվորական
սովորական պաշտոնյաներ, որոնք հիմա են բարձր պաշտոններ զբաղեցնում Արցախի հանրապետությունում, արդյոք իրանք հանդիսանում են էլիտա թե ոչ։ Եվ երկրորդ հարցը, խնդիրը, հա, երկրորդ նկատառումը։ Հիմա շատ լավ ընդունենք, որ գոյություն ունի այդպիսի ենթադրյալ սոցիալական խումբ, հա, Արցախի էլիտաներ կամ որոնք Նիկոլ Փաշինյանն ասում է փախած էլիտա։ Հա, այդ մարդիկ ունեն արժանապատվության, խտրական խոսքի, բռնության կոչի եւ ատելության խոսքի դեմ պաշտպանվելու իրավունք։ Ով եթե չունեն, ով ազրկել այդ իրավունքից։ Եթե կոնկրետ չեն պաշտպանվում էլի նկատի ունեմ։ Պաշտպանվելու մի կողմ դրած, հա, իրավունքից չի կարող նույնիսկ մարդը ինքն իրեն զրկել։ Կան իրավունքներ, որոնց մարդը եթե ինչ-որ ընդհանրակարգային իրավունքների մասին չի խոսքը, օրինակ դատարան դիմելու իրավունք կամ հայցադեմ ներկայացնելու կամ պաշտպանվելու իրավունք, այսինքն եթե ինչ-որ ընդհանրակարգային նորմերի խախտում չի, մարդը կարող հրաժարվի իր իրավունքից, բայց ունի կյանքի իրավունքից, որպես այդպեսին ինքը ոնց ասեմ, չի կարող հրա, այսինքն եթե մարդը ասի ես չեմ ուզում ապրել, պետությունը դա չի նշանակում, որ պետությունը կարող է իրան սպանի։ Կամ օրինակի համար այս գույքը ինձ պետք չի, դա չի նշանակում, որ պետությունը կարող է այդ գույքը իրանից առանց պատշաճ ընդհանրակարգերի դա վերցնի։ Մարդը չի կարող հրաժարվել ատելության, բռնության կոչի կամ խտրականությունից պաշտպանվելու իրավունքից։ Եվ այս դեպքում այդ երկու հարցը ի վերջո կներեք, բայց հստակ սահմանեք կամ ցուցակ կազմեք, ովքեր են հանդիսանում էլիտա, ովքեր չեն հանդիսանում էլիտա, կամ ցուցակ կազմեք կոնկրետ անուն ազգանուններով, կամ հստակ չափանիշներ տվեք, ովքեր են հանդիսանում, որպեսզի պայմանական ես կամ ինչ շրջապատի այլ անձինք, ովքեր անորոշ չեն հասկանում, որն է էլիտա, որը էլիտա չէ, հասկանանք, որ ումից մենք ենթարկա ենք պաշտպանության, թե ենթական չենք պաշտպանության մեկ, եւ երկրորդը մենք բարձրաբանենք այդ էլիտան իրավունք ունի պաշտպանվելու թե չէ։ Զրկա այդ իրավունք թե չէ։ Շատ բարի։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցը MDP իրավաբանական գրասենյակի փաստաբան Վաղար Աղաբեկյանն է։ Շնորհակալություն, որ մեզ հետևեցիք։ Հաջողություն։